Դուք հղում եք անում Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները, որ ասել է կմիանա ընդդիմությանը, բայց նա նաև ողջընտրաշաբի ժամանակ ձեր հետ կապված լուրջ մտավախություններ հայտնել, որ ձեր միջոցով ՔՊԸ-ն կարող է վերարտադրվել եւ այլն այդ հայտարարությունները։ Իմ միջոցով Ես մի բան ասեմ, իմ միջոցով ԿՊ-ն ոնց պետք է վերարտադրվի, ոնց կարող է։ Լավ։ Ես այդ քրեական գործերից մի քանի բան ասեմ, որ դուք գիտենաք։ Ուրեմն ին վրա քրեական գործեր այդպիսին, ինչպիսին ներկայացվում է, չկա։ Այսինքն ինձ մեղադրանք են առաջադրել, որ պատկերացրեք, ուրեմն հիվանդանոցի օպերացիոնի բժիշկը օպերացիա է անում, հիվանդը մահանում է, դադում են տնօրենին, որ բժիշկ չի։ Այսինքն քաղաքապետարանում կա քաղաքաշինության բաժին, որտեղ աշխատում են 20-ից 30 մասնագետներ։ Կա ճարտարապետական բաժին։ Ուրեմն կա ավականի եւ այդ գործընթացը կա, ասենք իրավաբանական բաժին։ Կա աշխատակազմի ղեկավար, որ մինչեւ հողհատկացում անելը, ուրեմն այդ բոլոր մասնագետները ներկայացնում են քաղաքապետին եւ նախագիծ են կազմում, որ սա այս հողը պետք է օտարվի։ Եվ քաղաքի հատակագիծը գտնվում է միտեղ, քաղաքի քաղաքաշինության եւ ճարտարապետական բաժնում, որտեղ այդ մասնագետները կազմել են ու ներկայացրել են։ Ընդդուպ օրենքի մեջ արձանագրված է, որ քաղաքապետի որոշումը այդտեղ դեր չունի։ Հասկանալի է։ Քաղաքապետի որոշումը արդեն այդտեղ դեր չունի։ Եթե այդ բոլոր մասնագետները ուրեմն ներկայացրել են նախագիծը կա, ստորագրել են, քաղաքապետը ուղղակի այդտեղ սովորական ինչ որ մի բան, էլի, ասենք հավատացեք այդպես է։ Օրենքը բացեք, տեղական ինքնակառավարման կնայեք։ Հիմա այդ բոլորը անտեսել են ու այսօր քաղաքապետին մեղադրանք են առաջադրել 60 հոդվածի հետ կապված, որ քաղաքում շենք շինություններ ինչ որ կանաչ գոդիում է կառուցվել, բնակարան կառուցել, դուք պատկերացնում եք Աղետի կոդում բնակարան կառուցելը ու հանկարծ քաղաքապետը, որևիցե մի քաղաքապետ դնի ու այդ բնակարանը քանդի, որտեղ ասենք կողքերը մի այդպես տասնյակ, 20-ավոր բնակարաններ կան, որոնք օրինականացվել են տարբեր նախկին քաղաքապետերի կողմից։ Ու այսօր ինձ մեղադրանք առաջադրել դա աբսուրդ է։ Եվ ասենք ինձանից հետո Բալասանյան Սամվելը նորից ուրեմն ինքը որոշում է կայացրել, մեղադրանք են առաջադրում Վարդան Ղուկասյանին։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանը թող լույսը իջնի իր գերեզմանին, ինքն է արել, ասենք մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն այն դատարանը, որ կա, որ ասենք ոնց է, սննգացման դատարան, հա, որ օտարում է։ Այդ դատարանը, ասենք, քաղաքապետարանին հողեր է օտարել, սննգացված տեքստիլի կոմբինատի, եւ այդտեղ մեզ պարտավորեցրել է, որ պետք է մենք ուրեմն հասցեավորենք։ Եվ այսօր ինձ մեղադրանք են առաջադրում դրա համար։ Այսինքն դրանք եւ հետո բոլորը ուրեմն 10 տարուց անցած է, այսինքն ժամկետ անց է, որոնք 2006, 3, 5 բան թվականների մասին է խոսքը, եւ դրանով որ ինձ վախեցնեն, դե քաղաքապետին կդադեն կամ ինչ որ քաղաքապետը գնա, եւ քաղաքապետը գնա, դե բացադրում եմ, սպասեք վերջացնեմ, ուրեմն եւ քաղաքապետը գնա գործարքի, որ կարող է հանգարց իրեն դադեն եւ ինչ որ ԿՊ-ի հետ պայմաններ, չգիտեմ, պայմանավորվածություն ձեռք բերեն, միանշանակ նմանատիպ բան չի կարող լինել, հետո ընդտուպ եթե արածել լինեմ ու բան լինի, ես երբեք իրենց հետ ուրեմն պայմանավորվածություն չեմ ձեռք բերի, այ բարձրաձայն ասում եմ։ Դուք հասկանում եք, չէ՞ ռիսկը որն է։ Մամիկոն Ասարյանի դեպքում էլ կիսատ վարկածներով նախ մեկուսացրին, իրենց խնդիրները լուծեցին, հետո փաստորեն այդ մարդը ազատ արձակվեց։ Նույնը կարող է ձեր դեպքում անել։ Վերջը դուք տեսել եք, եթե մտքներին դնեն ապացուցեն, որ ինչ որ մեկը կանգնած տեղը մարդ է սպանել, կարծես թե հաջողվում է դա։ Կողմնակից եմ։ Բայց մյուս կողմից մյուս տեխնատուներին էլ կարող են ցանկացած բանի, ցանկացած քրեական որպես մեղադրանք անցկացնել։ Ուրեմն ինչ ուզում է անեն, կանգնած տեղը թեկուզ շարով էլ տան, ես իրենց հետ ճանապարհ չունեմ։ Էլ խնդրում եմ այդ հարցի 100 անգամ ինչ տակ, այո, ԿՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, բարձրաձայն ասում եմ, վերջ, չքննարկեք այդ հարցը։